Մի անգամ հին իմաստունը ինձ կիսեց մի պարզ, բայց հզոր արտահայտություն, ըստ նրա երբ բուրըն քննարկման մեջտեղում արտահայտվել է, նա մյուսը լռելու պարգև ունի, ոչ թե պարտված, բայց քանի որ նա նախկինում չի տեսել, այնտեղից։ Բանավեճը շարունակելը նշանակում է իմաստը, սա խորամանկության կամ մանիպուլյացիայի խնդիր չէ, բայց իրական իմաստության, որը գերազանցում է ցանկացած տրամաբանական փաստարկ։ Մարդիկ հաճախ վիճում են, քանի որ չեն լսում իրենց, յուրաքանչյուրը պաշտպանում է իր տեսակետը այնպիսի համոզմունքով, որ խոսակցությունը դառնում է մարտադաշտ, որտեղ բառերը զենք եւ հպարտություն են, վառելիքը, որքան շատ է պնդվում ապացուցելով, ով ճիշտ է, այնքան ավելի շատ երկխոսությունը հեռանում է էությունից եւ դառնում է միայն աղմուկ։ Թույլ շմարիտ իմաստությունն այն չէ, որ պարտադրվի տարաձայնությունների կրակը, այլ այն, ինչ կերակրում է այն։ Մի անգամ երկու հարևանության ականատես եղա մի կտոր հողի համար, մեկը բղավեց, որ գետնին նրա էր, մյուսը ոչ, նրանք գտնվում էին ճանապարհներին իրականում հասնելու եզրին, երբ տարեց Ռաբբին, սերնդի ձայնով միջամտեց. Այս երկիրը ձեզանից որևէ մեկին չի պատկանում, այս արտահայտությամբ նա ստիպեց նրանց արտացոլել. Դուք պայքարում եք գետնի կամ նրանց սեփական արժանապատվության համար, հակամարտությունը դադարում է տեղում, նրանք հասկացան, որ իրականում նրանք պայքարում են ոչ թե տիրապետելու, այլ էգոյի համար։ Ժամանակակից հետազոտությունը հաստատում է այս գաղափարը մեկ այլ եղանակով։ Քննարկումում մեր ուղեղը չի փնտրում ճշմարտությունը, բայց հաղթանակը, մենք պաշտպանում ենք մեր ինքնասիրությունը, նույնիսկ երբ գիտենք, որ մենք սխալ ենք, այնուամենայնիվ, երբ մենք հպարտանում ենք հավասարումից եւ փրկում ենք զրույցի իրական նպատակը։ Հակամարտությունը կորցնում է ուժը, սա հենց այն է, ինչը նշանակում է իմաստունների կողմից նշված արտահայտությունը, նա զինաթափում է իր պարզությամբ։ Դուք կարող եք ճիշտ լինել։ Դա ասելով դուք չեք ընդունում պարտությունը, այլ լուծարել լարվածությունը, մյուսը լռում է ոչ այն պատճառով, որ նա հաղթահարվել է, բայց քանի որ շահելու նրա անհրաժեշտությունը բավարարված է, միայն դրանից հետո երկխոսությունը կարող է հոսել այն, ինչ իրականում կարևոր է, ոչ թե ով է ճիշտ, բայց ինչն է արդար, սա մարտավարություն չէ, այլ խորը դաս, ի վերջո հազվադեպ է հանգեցնում ճշմարտության, ծնվում է այնտեղ, որտեղ լռություն եւ լսելու պատրաստակամություն կա։ Հազարամյակ ավանդույթ սովորեցնում է, որ գուցե լսելը ավելի իմաստուն է, քան ով գիտի ինչպես խոսել։ Երբ ես առաջին անգամ լսեցի այս արտահայտությունը, ես մտածեցի, որ դա թուլության տոն է կրում, ինչ նկատի ունեք մյուսի, դուք կարող եք ճիշտ լինել։ Արդյոք դա նույնը չէր լինի, բայց ծերունը ժպտաց եւ պատասխանեց. Փորձեք եւ կտեսնեք դրա մեջ եղած ուժը։ Ժամանակը ավելի ուշ ես հայտնվեցի բուրըն քննարկումով համապարփակով, յուրաքանչյուրը պնդում էր իրենց դիրքում, բարձրացվեցին ձայները եւ բառերը ավելի ծանրացան, դա այն դեպքում, երբ ես հիշեցի խորհուրդը եւ ասացին. Սպասեք, կարող եք ճիշտ լինել, անմիջապես նա իջեցրեց ձայնը, նրա դեմքը փոխվեց, պայքարը տեղ տվեց երկխոսության, միասին մենք գտանք մի լուծում, որը պատասխանեց երկուսին, այնուհետև ես հասկացա, որ իսկական իմաստությունը հաղթելու մեջ չէ, այլ հարգանք պահպանելու եւ իրերի էության հասնելու մեջ։ Կա մի ասպիրիկ, որն ասում է, իմաստուն չէ, ով միշտ հաղթում է քննարկումները, բայց գուցե խուսափելով նրանցից, իրական ուժը չի պարտադրում իր պատճառը, այլ ազատելով էգոյի քաշի խոսակցությունը, ընթացիկ ուսումնասիրությունները բացատրում են, որ երբ մենք սպառնում ենք սպառնալիք, մեր ուղեղը մտնում է պաշտպանական ռեժիմ, մենք դադարեցինք փաստեր լսել եւ եկանք միայն հարձակումը տեսնելու, բայց եթե սպառնալիքը չեզոքացվում է, միտքը բացվում է։ Միայն դրանից հետո հնարավոր է հստակ գործ ունենալ թեմայի հետ։ Հիշում եմ մեր համայնքում ևս մեկ դեպք։ Երկու հոգի վիճում էին, թե ովքեր իրավունք ունեին արարողություն ղեկավարելու, յուրաքանչյուր մտածեց, որ նա ավելի արժանի էր եւ մրցակցությունը սպառնաց բաժանել խմբին, դա այն դեպքում, երբ երեցը միջամտում է, դուք կարող եք ճիշտ լինել, բայց հարցրեք ինքներդ ձեզ. Ինչ եք ուզում ավելին, ճիշտ եք, այս բառերը փոխեցին ամեն ինչ, նրանք հասկացան, որ հպարտությունը արժանի էր ոչ ավելի, քան ընդհանուր նպատակը։ Դուք կարող եք ճիշտ լինել արտահայտությունը, քանի որ այն զինաթափում է առանց նվաստացման, չի ընդհատում, բայց տարածություն բացում է։ Լռության եւ նոր իմաստի համար, երբեմն մենք կարծում ենք, որ վիճումը մեզ ուժ է տալիս, մենք զգում ենք էներգիայի իմպուլս, ապացուցելով մեր կետը, բայց իրականում հակամարտությունը սպառում է մեր էներգիան, գողանում մեր ժամանակը եւ քայքայում հարաբերությունները, ի վերջո կա միայն հոգնածություն եւ վրդովմունք, նույնիսկ նրանց համար, ովքեր հաղթեցին։ Ես հանդիպեցի մի մարդու, ով վիճում էր ամեն ինչի համար։ Շուկայում, տանը, ընտանիքի հետ, ինձ միշտ պետք էր ունենալ վերջին խոսքը, ժամանակի ընթացքում մարդիկ եկել էին խուսափելու դրանից, ոչ ոք չցանկացավ ապրել մեկի հետ, ով միայն իրեն տեսավ, այն մեկուսացված էր, չնայած ես հավատում էի, որ միշտ ճիշտ է։ Ձեր պատմությունն ապացուցում է, որ հաղթող քննարկումները նույնը չեն, որքան կյանքում հաղթելը։
Պապս գործում էր հակառակ ճանապարհով, հազվադեպ է քննարկումների, եթե խոսակցությունը տաքացավ, նա կասի. Դուք կարող եք ճիշտ լինել, այսպիսով հարգված էր, նրանք գիտեին, որ կարող են խոսել նրա հետ, նրանց կլսվեր, եւ ամենատարածվածը. Նրա խոսքերը առանց պարտադրման նրանք էին, որոնք առավելագույնը հնչեցին որպես ճշմարտություն, ոչ թե այն պատճառով, որ նա ստիպեց դա, բայց քանի որ նա համոզեց դա հանգստությամբ։ Ժամանակակից հոգեբանները պնդում են, որ իմանալով, թե ինչպես ընդհատել հակամարտությունը, հուզական հասունության նշան է, դա ձեր արձագանքները վերահսկելու եւ պահից այն կողմ է տեսնում, նրանք, ովքեր գերիշխում են այս ունակությունը, միշտ հաղթում են երկարաժամկետ հեռանկարում, քանի որ նրանք վստահություն են ստեղծում եւ վստահությունը ավելի շատ օգուտներ է բերում, քան քննարկման մեջ գտնվող ցանկացած հաղթանակ։ Այս նախադասության մեջ կա եւս մեկ գաղտնիք. դա հանձնվում է, բայց հրավեր, երկխոսության հրավեր, երբ դուք ճանաչում եք այն, մյուսը լսում է եւ միայն դրանից հետո պատրաստ եք լսել ձեզ, դա նման է լցոնված միջավայրում պատուհանի բացմանը։ Օդը շրջանառվում է, եւ խոսակցությունն ավելի թեթև է հոսում։ Հին իմաստությունը սովորեցնում է, որ բարի խոսքերը փափկացնում են ամենադժվար սրտերը, սա է այն, ինչը այս արտահայտությունն այնքան հզոր է դարձնում, խոսքը թույլ կողմի մասին չէ, բայց դուռը փակելու մեռած այծի ծառուղին փակելու մասին եւ մեկը բացելով հասկանալու համար։ Մի անգամ մեկ ռաբբին ասաց. այս խոսքերը գրանցվել են իմ մեջ, քանի որ նրանք բացատրում են պատժի նպատակը։ Դուք կարող եք ճիշտ լինել։ Մեր համայնքում երկու եղբայրներ պայքարում էին ժառանգության համար, թե համառությունը յուրաքանչյուրը վիրավոր է զգում, հակամարտությունը սպառնաց ոչնչացնել ընտանիքը, դա այն է, երբ տարեց հորեղբայրը միջամտեց։ Այս բառերը ջնջեցին տարաձայնության բոցը, հաջորդ լռության ընթացքում նրանք գործարք գտան։ Ժամանակակից հոգեբանները պնդում են, որ քննարկումները գրեթե երբեք չեն հանգեցնում համաձայնության։ Ընդհակառակը, բաժանումները խորանում են, մարդիկ հեռու են իրենց, ամրացնում են իրենց դիրքերը եւ դադարեցնում են լսելը, բայց երբ լարվածությունն ազատվում է, առաջանում է իրական երկխոսության տարածություն, հետեւաբար, այնքան կարեւոր է իմանալ, թե երբ դադարեցնել։ Հայրս ինձ սովորեցրեց, որ ոչ բոլոր ճշմարտությունը պետք է ապացուցվի, վավերական ճշմարտությունը բացահայտում է իրեն, երբ աղմուկը դադարում է, նա կիրառեց այս սկզբունքը։ Եթե խոսակցությունը լարված լիներ, նա հանգիստ ասաց. դուք կարող եք ճիշտ լինել, եւ զարմանալի է, որ այս պահից հետո մարդիկ սկսեցին գնահատել իրենց կարծիքը։ Այս արտահայտությունն աշխատում է նաև այն պատճառով, որ այն չի կրում ագրեսիա, բայց հարգանք, եւ հարգում են զինաթափում, քան առավել ճշգրիտ փաստարկները, երբ ինչ-որ մեկը իրեն արժևորվում է, նույնիսկ անհամաձայնության մեջ, նա բաց է լսել այն, ինչ դուք պետք է ասեք։ Հին մաքսիմը սովորեցնում է, որ խաղաղությունն արժե ավելին, քան քննարկումը, քանի որ այն առաջացնում է թշնամիներ, մինչդեռ դա դաշնակիցներ է ստեղծում, եւ հաճախ մեկ դաշնակիցը արժե ավելի, քան 10 հաղթանակ։ Դուք կարող եք ճիշտ լինել, արտահայտությունը ոչ միայն ավարտում է կոնֆլիկտը, այլև բացվում է նոր սկիզբ, նա հիշեցնում է մեզ, որ ճշմարտությունը չէ, ով խոսում է ավելի բարձր կամ խորամանկ, բայց ով պատրաստ է լսել։ Մի անգամ խնդրեցի իմաստուն ռաբբի. եթե ես դա ասեմ, չեք կարծում, որ թույլ եմ, նա պատասխանեց. թույլը, ով չի կարող վերահսկել իր էգոն, պահպանելու իրոք կարևորը։ Թույլ շմարիտ ուժը ուրիշներին տիրապետելու մեջ չէ, այլ ինքներդ տիրապետելու ֆորտը։ Եվ նա է, ով վերահսկում է իր բարկությունը, սովորեցնում է հին իմաստությունը, եթե դուք կարող եք քննարկել քննարկում, դա այն է, որ դա ավելի արժեքավոր է։ Մեր ավանդույթը միշտ պարզ է դարձել։ Դժմարտության համար քննարկելը ազնիվ է, հպարտության քննարկումը կործանարար է, եթե վիճում եք միայն ցուցադրել, վատնել ժամանակը եւ հարգանքը, բայց եթե դուք փնտրեք ճշմարտությունը, ապա դա կգտնեք միայն լռության մեջ, ոչ բառերի աղմուկի մեջ։ Ես տեսա, որ այս պարզ արտահայտությունը փրկեց հարսանիքները, մի զույգ գոռում էր, լի վիշտով, մինչև նրանցից մեկը չասաց. դուք կարող եք ճիշտ լինել, հանկարծ լարվածությունը գոլորշիացավ, արցունքները տեղ տվեցին նոր լռության, եւ այդ լռության մեջ նրանք լսեցին ամիսների ընթացքում առաջին անգամ սիրո խոսքեր, որոնք ժամանակին կորցրել էին աղմուկը։ Ես տեսա այս նույն արտահայտությունը փրկի հասարակություններ, երկու գործընկերներ, որոնք առանձնանում են, հայտնվեցին էգոյի պատերազմի մեջ, մինչև նրանցից մեկը խեղաթյուրեց։ Կարող եք ճիշտ լինել, կարծես վարագույրը ընկավ, հանկարծ նրանք այլևս հակառակորդներ չլինեին, բայց դաշնակիցներ։ Այս նախադասությունը բանալին է, այն դուռը բացում է մի վայրի, որտեղ հպարտություն կամ ճչում չկա, պարզապես շարժվելու հնարավորությունը։ Հիշեք, քննարկումը ձեզ չի դարձնում հարուստ, իմաստուն կամ ավելի երջանիկ, նա միայն գողանում է իր էներգիան, արդեն այս արտահայտությունն
Դուք կարող եք ճիշտ լինել, ձեզ ուժը, քանի որ դուք դադարում եք պայքարել էգոյի համար եւ սկսեք իրական բան կառուցել, սա չի նշանակում ստեր ընդունել, դա նշանակում է, որ կարող է ընտրելը vanity-ից բարձր, դուք իրավունք եք պահպանում այլ կերպ մտածելու, բայց այն հեռացնում է թույնը հակամարտությունից, եւ հենց հիմա մյուս մարդն այլևս հակառակորդ չէ, այն դառնում է զրուցակից, որի հետ հնարավոր է լուծումներ փնտրել։ Ի վերջո ինչ արժեք ունեք ապացուցելու, որ ճիշտ է, եթե դրանով կորցնում ես նրանց, ովքեր սիրում են, ինչ հաղթանակ է քննարկումներ ձեռք բերել եւ տանը ներդաշնակություն ձեռք բերել, թրու շմարիտ իմաստությունը այսօր նայում է այն կողմ, այն ամրագրված չէ, թե ով է հիմա, բայց ինչ կմնա վաղը։ Ինչ կարող եք անել հիմա։ 1. Մտածեք ձեր ունեցած վերջին քննարկման մասին, ինչ է նա բերել ձեզ։ 2. Փորձեք այն։ Հաջորդ անգամ, երբ զգում եք լարվածության բարձրացումը, ասեք. Դուք կարող եք ճիշտ լինել, որտեղ նախկինում պնդում եք հակամարտությունը։ 3. Նշեք, թե ինչպես է շրջակա միջավայրը փոխվում, երբ դիմադրությունը անհետանում է։ 4. Լսեք ավելին։ Լուր արվեստը նույնքան հզոր է, որքան խոսելը։ 5. Ընտրեք, միշտ նախընտրում են խաղաղությունը հպարտանալու համար։ Հազարամյակ իմաստությունը սովորեցնում է, ավելի լավ է քննարկել քննարկումը, քան եղբորը կորցնելը, թշնամիները, աշխարհը պետք է խնայի, դաշնակիցներ, սրանք հազվադեպ գանձեր են, եւ պետք է ուշադիր պահել, դուք թույլ չեք։ Նա պարզապես մոռացավ կարգապահության եւ նպատակի ուժը, վերականգնել այն, այստեղ մենք սովորում ենք գտնել աղմուկի լռության բառերը եւ վերականգնել հարգանքը։